Մեղքի գիտակցումը որպես օշնության տանող ճանապարհի սկիզբ։ Մեղքի գիտակցումը որպես օշնության տանող ճանապարհի սկիզբ։ Դուք բոլորը լավ գիտեք, որ աշխարհում մարդիկ առանց Աստծո ապրող մարդիկ մեղքի գիտակցում չունեն։ Երբ ես ասում եմ մեղքի գիտակցում չունեն, ես նկատի ունեմ իրենք հավատք չունեն, որ կա Աստված, որը մարդու համար դրել է չափորոշիչներ, եւ մարդը պարտավոր է ապրել այդ օրենքներով եւ չափորոշիչներով։ Եվ թեպետ լսել են, ապա դա իրենց համար ոչ մի հատ արժեք չի։ Մարդիկ մեղքի գիտակցումը հնարավոր է ամենատարբեր կերպերով ընկալեն, աշխարհի մարդկանց մասին է խոսքը։ Մենք հաճախ ենք մարդկանց մեջ հարաբերություններում լսում, որ ինչ որ մեկը սխալ է գործել, գնում ներողություն է խնդրում կամ ծնողն է երեխուց պահանջում, որ անպայման ներողություն խնդրի, սխալ է գործել, էս է արել, այն է արել, կամ օրինակ աշխարհիկ դատարաններում դատում են մարդուն, որի մեղքը այս կամ այն հանցանքն է, որ գործել է, որի համար պատիժ են սահմանում, բայց թե դատավորը եւ թե մեղավորը տվյալ դեպքում որ դատվում է, առհասարակ մեղքի այնպիսի գիտակցում, որ Աստված է ուզում, որ մարդը հասկանա, որ ինքը իր արժեվ է մեղավոր, այդ մարդիկ չունեն։ Ողջ աշխարհի մարդկությունը մեղքը, մեղավորությունը որպես իրավական տերմին ընդունում է իր երկրում ունեցած օրենքների շրջանակներում կամ հասարակության մեջ որոշակի հարաբերությունների նորմերով։ Լինի ընկերական շրջապատում, լինի ծնող երեխա հարաբերությունում, աշխատանքի վայրում եւ այլն եւ այլն։ Եվ ամեն դեպքերում մեղքը միանշանակ մարդու կողմից գիտակցվում է սեփական, ասենք, իր ընկալման տեսանկյունից։ Եվ հիմա ես այս հարցը ուզում եմ մի փոքր ավելի ճշտենք։ Ինչ տարբերություն հավատացյալի մեղքի գիտակցման եւ աշխարհիկ մարդու մեղքի վերաբերյալ ունեցած գիտության միջև։ Երբ որ մենք այս կտրվածքով ենք նայում, աշխարհիկ մարդիկ իրենց գործած սխալների կամ մեղքերի համար երբեք էլ այդքան չեն տարապում, հաշտվում են իրենց կացության հետ, ապրում են ոնց ապրում են, իսկ հավատացյալները իրենց մեղքի գիտակցումը արարքները չեն համարում։ Եվ քանի դեռ մենք սրանք չենք սկսել տարբերել իրարից, հնարավոր է մեր աշխարհում ունեցած մեր ընկալումների, մեղքի գիտակցման ընկալումների մեջ Աստվածաշնչից էլ որոշ բաներ, պատվիրաններ եւ այլն փորձենք տեղավորել եւ մեր մեղքի գիտությունը այդքանով սահմանափակվի։ Ուզում եմ ասել, որ 10 պատվիրանները, երբ մեկը ուղղակիորեն ականջի պոչով լսում է, որ սուտ մի խոսիր, գողություն մի արա, շնություն մի գործի եւ այլն, դրանք էլ կարող է մարդը ընդունի իր մեջ, բայց ինչ օգուտ, եթե դրանք ինքը ընդունում է, բայց էլի մեղքը սիրում է եւ մեղքի կյանքով ապրում է էլի։ Ուրեմն սրանք մեղքի գիտակցումներ չեն, այն մեղքի գիտակցումը, որ Աստված է ուզում։ Այո, մենք գիտենք, որ կրթական համակարգն այնպիսին է, որ անդադ ուզում է մարդուն կրթել, օրինակ գոյություն ունի բարոյագիտություն, էսթետիկ առարկա, որը սովորեցնում է մարդ հարաբերությունը ինչպիսին լինի։ Եվրոպայում էլ հիմա ասենք առաջացել է մի նորոգություն, հումանիզմ, դա մարդասիրությունն է, պետք է մարդուն սիրել եւ այլն, կրթի ազատություն, ազատ ընտրության իրավունք, ամբողջ աշխարհով մեկ մարդը ձգտում է ինչ որ ազատության, բայց այդ ազատությունը ինչի համար է ձգտում, որպեսզի իր մեղքի կյանքը ավելի լավ արտահայտի։ Աշխարհում տրված ազատության ձգտումը մարդու սա է, որ ես ինչ ուզեմ անեմ, ու ոչ մեկի ինչ չանգալի։ Եվ քանի որ մարդը իծնե մեղավոր է, բնականաբար ինքը ցանկանում է, որ ավելի ազատ մեղք գործի։ Եթե վաղը հանկարծ օրենք ընդունվի ազատության ինչ որ մի չափորոշիչներ ավելի թուլանա եւ ավելի ազատ, ավելի լավ կերևա, թե ով ինչ է իրենից ներկայացնում։ Դուք երբեք չեք լսի այսպիսի բան, որ ինչ որ դպրոցներում սովորեցնում են գողություն անել, հայհոյել, սուտ խոսել։ Չկա, չէ, այդպիսի ոչ դպրոց կա, ոչ քոլեջ կա, ոչ համալսարան։
Արս առաջացել է ձեր մեջ, դրանք չեն սովորեցնում, բայց մարդիկ դրանք այդ բոլորին լավ տիրապետում են։ Մարդը կարիք չունի, որ իրան մեկը սովորեցնի սուտ խոսել, գողություն անել կամ չգիտեմ, մեղքերի մեջ գնալ եւ այլն, մարդը իծն է, ինքը իր մեջ դրանք ունի, բոլորը կա դրված աստծո։ Երբ կարդում ենք Սուրբ Գիրքը, անարակ որդին քանի դեռ հոր տնից չէր դուրս եկել, հոր տան մեջ այն մեղքերը չէր կարող գործել, որ ինքը գործեց հետո։ Եվ ինչի համար ուզեց հոր տնից հեռանա։ Հոր տան մեջ ինքը կաշկանդված էր։ Ինքը ի վիճակի չէր իր մեղքի կյանքը ազատորեն ապրելու։ Մի տեսակ հոր ներկայության մեջ, որը հնազանդելու այդ օրենքը, կարգը եւ այլն, իրան թույլ չէր տալիս, որ ինքը իր ազատությունը վայելի։ Շատ մարդիկ են մտածում, որ եթե փող ունենան, ազատ կլինեն, ինչ ուզեն կանեն։ Եթե իշխանություն ունենան, ինչ ուզեն կանեն։ Եվ այս ցանկություններն ինչի համար է, որ մարդու ներսը իբրև ինքը իրան բավարարի էլի ամեն ինչով։ Ամենատարբեր մարդկանց մեջ մեղքի ինչ որ տեսակներ կան, որոնք գերակշռում են մյուս մեղքերին։ Ասենք, եթե մեկը գող չի, ապա հայհոյող է, նրա կողքը կանգնել անհնար է, որովհետև բերանից անընդհատ հայհոյանք է դուրս գալու։ Ես հիշում եմ մի շինարարությունում բրիգադով, որ աշխատում էինք, այդ ռարաբը, որ եկավ հայհոյելով խոսեց, ասեցի, լսի, սրանից հետո մեր մեջ չգաս ու քո բերանից դուրս չգա այդ հայհոյան։ Իրան ստիպեցի էր։ Սա այն միջավայրը չէ, բայց այդ մարդը սաղ այդ ստրոյկում այդ շինարարության մեջ ում հետ ասես, որ չէր խոսում, ասենք բերանը շախտալով է։ Մեկ ուրիշն էլ հարբեցողությունն է իր հիմնական խնդիրը։ Մեկ լինում է, քույրիկներից մեկի աղբերը սարսափելի հարբեցող է։ Աշխատում էլ է, բայց լավ էլ հարբեցող է։ Ես շատ է եղել, ճանապարհին տեսել եմ թևը մտել ու իրան առաջնորդել եմ։ Հիմա այդ ոգով է բռնված այդ մարդը։ Բայց ինքը ընկերական շրջապատում էլ լավ տղա է, վերջն այն որ ասում են ջիգարով տղա է, սրա նրա տեղ փակող է, վերջը ձերքը բաց բան, բայց դա չի փրկում իրան։ Մեկ ուրիշն էլ ուրիշ մեղքերի մեջ է տարված։ Ամեն մարդու մեջ կա ինչ-որ մեղք, որը գերակշռում է մնացածին։ Հիմա մարդը ուզում է ազատ լինի, որպեսզի ավելի լավ արտահայտի իր մեղքերը։ Անորակ որդին մի օր հորն ասեց, որ «Էլ չի ուզում հոր հետ ապրի»։ Ինքը քսես բռնեց, որ հոր մոտ ապրելը իրան թույլ չի տալիս լավ ապրի, ինքնուրույն ապրի։ Գուցե հորն էլ իր սրտում մեղադրեց, թե այս մարդն էս ինչի է իրան զրկել այսքան, էլի, մի հատ նայ այս աշխարհում ոնց են ապրում, բան։ Կան չէ, դրան հակառակ աշխարհի մարդիկ ոնց են դաստիարակում երեխեքին իրենց։ Կորպուց սկսած հենց բերաններին քֆուր են դնում ու հետո էլ հրճվում են, երբ որ քրվում է, եկուս միսորը հոր գլուխները ջարդելու, մորնելա պարտքերի տակ գցելու, բերթերի դուրներից էստում չեն կարող գան, ասենք օրինակ ունեն։ Որտեղ փոքրուց սովորեցրել են մի հատ լավ քրվի, էլի, տղամարդությունը։ Հիմա երբ որ մենք այս մասով ենք տեսնում ընդհանրապես մեղքերի դրսևորումը կյանքում այս աշխարհի, սրանք էլի մեղքերի գիտակցում չի, մեղքի գիտակցում մարդը երբ որ ռեալ աստծունենում ինքը չի կարող էլ արդեն դրանից հետո մեղք գործել։ Ես խնդրում եմ ձեր մոտ ֆիքսել։ Երբ որ մարդը ապաշխարում է, երբ որ մարդն աստծուն է դառնում, իր ադամական մեղավոր բնությունը խորը հասկացած լինելով, հրաշքը աստվածանում մարդու սրտում։ Եվ այդ վերստին ծնված անձնավորությունը չի կարող մեղքը սիրի արդեն, էլի։ Չի կարող մեղքը սիրի։ Ու ինքը դա զգում է, որ նա ի վիճակի չի էլի նախկին ելնելու։ Բայց քանի դեռ մարդու հոգու մեջ այդ հրաշքը չի եղել, ինձ դա երևում է։ Ես օրինակի համար որպես այսքան տարվա սպասավոր մարդկանց հետ շփվելիս շատ բարձ տեսնում եմ, անկախ նրանից թե քանի տարի է ինքը հավատքի մեջ, իբրև հավատքի մեջ։ Ես այսօր եկեղեցիներում լիքը չփրկված քրիստոնյաներ գիտեմ, որոնք վերստին ծնունդ չունեն, որոնք չեն ապաշխարել։
Այդ եկեղեցիներում այս թարգել է, այն թարգել է, այս չանել է, այն չանել է, սովորցնում են ու այս մարդը ինչ-որ բաներից հրաշարվում է, բայց իրան մեջ հրաշք չի եղել մեղքի նախ հայտնությունը չունի ինքը, որ ինքը առհասարակ ոչինչ է էլի, իրանից ոչ մի բան չի ներկայացնում։ Այդ հայտնությունը չի ունեցել, որ ինքը դատապարտված է այս մարմնի մեջ մեղքի մահվան օրենքով կործանվում, դժոխք կա գնում։ Բայց ովը իրան ինչ որ ասել է սա մեղքան ընդունել է, այսօր ինչքան ուզում են ինձ ասել սա մեղքան, ասում եմ մի դայթարսերը ինձ մի տվեք։ Բա ոնց, բա չիմանանք որ ասում եմ ես չեմ նշանակված ես համար, որ ես ասեմ մեղքը որն է։ Եթե ես ասեցի մեղքը որն է, քո կյանքում հրաշք վերստին ծնունդ չի լինելու։ Ես մոտավորապես նկարագրեմ այդ տարբերությունը։ Վիրահատման սեղանին ոնց են մարդուն լանձետը գտրում, ոնդից գտրում հանում գցում են իրան, չէ ինչ որ մի օրգան եւ այլն չեմ ան։ Այդպիսի բան է կատարվում, հասկանում եք մարդու հոգու մեջ։ Մեղքի նկատմամբ մարդու ցանկությունը այսպես վիրահատվում ու դենա շփրտվում, այլևս մարդու մեջ չի լինում, նա չի մտածում սա մեղք է չանեմ։ Չկա տես բան, նա չի մտածում սուտ խոսելը մեղք է, նա ի վիճակի չի արդեն մեղք գործելու, նա ի վիճակի չի սուտ խոսելու։ Իսկ եթե դու հիմա անում ես այդ մեղքերը, սա խոսում է այն մասին, որ դու հենց այդ հրաշքը չես ապրել։ Որ քո հոգու խորքում Աստծո ձեռագիրը, Աստծո Սուրբ Հոգին չի իջել, ու դու հրաշք չես ապրել։ Իսկ ինչի չես ապրել, որովհետև դեռևս քո էության մեջ Աստծո կարիքը այնքան խորը չի էլի, որ Աստված քո սրտին այցելություն անի։ Դու այդ կարիքը չունես։ Այն որ դու հիմա հաց ու ջուր ես օգտագործում քո կյանքում, բայց դու գիտես դրա կարիքն ունես, եւ քո կարիքը դարձնես Աստված։ Որ ասես ինչպես չի ես կյանքն։ Աստված քեզ կթողի հենց այնպես մնաս, անես մի հատ այցելություն կապրես, որ շուրթերը չի կարա վկայի ու բացատրի, թե ինչ եղավ քո հետ։ Մենք ընդհանրի Աստված ենք պաշտում ժողովուրդ։ Եվ ձեզ կրոն չի մատուցում կամ ու եղբայր։ Անցած անգամ եղբայր հիշում ես խոսեցինք իրար հետ, ասեցիր այդ կետերը իմ կյանքում հələ որ ոնց որ թե չի կատարվել։ Հիշում ես, տեսեք դուք ելի շփոթեցիք։ Դուք արդեն հենց հիմա կրոնի վերաբերյալ ինձի դիսկուսի մեջ եք ուզում քաշել։ Ես չասեցի, որ դուք գիտակցել եք, որ հայհոյելը մեղք կա։ Իսկ դուք դրա վրա եք գնում։ Ես ասում եմ ընդամենը սա, որ այդ կոմպլեքսի մեջ եք դուք ազատագրվում։ Չէ՞ չի որ ես չեմ հայհոյում, բայց ես մյուսն անում եմ։ Ես շատ ճիշտ եմ հասկանում։ Ու դուք ճիշտ եք, իմ ասածը սկզբից ճիշտ է հասկացել։ Մանոյից թարմացրու քո հիշողությունը, թե ես ոնց եմ քեզ ուղղել եւ մնացածին է։ Հրաշքի դեպքում լրիվ ուրիշ մարդ եք դառնում դուք։ Դուք չէ որ ձեր մտքով կառավարում եք ձեզ։ Դուք լրիվ ուրիշ մարդ եք դառնում, հասկանում եք։ Ու այդ դեպքում արդեն ոչ թե դուք ինչ որ մեղքերից եք ազատագրվում։ Մեղքերը դրանք արարքներ են։ Իսկ մեղքը ձեր բնությունն է փոխվում։ Ու այդ բնությունը չի սկսում տարբերել մեղքը, որն է, էսա մեղքը, այնա մեղքը եւ այլն։ Այնպիսի զգայուն է դառնում Սուրբ Հոգին այնպիսի ներգործություն է անում մարդու մեջ։ Սա դրսից ներգործություն է։ Սա շատ զորեղ ու շոշափելի ներգործություն է։ Երբ մարդը տապալվում է ու հոնգուրոնգուշ ժամերով խոնարհված Տիրոջ առաջ, մենակ ողբում է իր կյանքը, որ դժոխք պիտի գնար, այսօր Աստված իրան հանդիպել է։ Դուք ամբողջ 5 դագանում նոր մի հատ կարդացիք, տեսեք ոնց է լինում Աստծո հանդիպումը մարդու հետ։ Նման հանդիպում այսօր էլ է լինում։ Մնացած ինչ որ լսում եք ուրիշ տեղեր քարոզումը, դա կրոն է, որը կապի չի տանում Աստծո հետ։ Այ եթե դուք վկայեիք, որ մի ակնթարթում Աստծո ներգործությունը ապրեցիք, այդքան վկայություններից խոսում ենք, մարդիկ են վկայում, թե ինչպես փոխվեցին, թե ինչպես, ես չեմ ասում ինչ որ մի հատ ասենք տեսիլքի կամ չգիտեմ ինչ որ երազի եւ այլի մասին, դա ռեալ բան է, երբ որ մարդն իր սիրտը Աստծուն է տալիս, դա ռեալ բան է, ոչ տեսիլք, ոչ երազ, ոչ մի բան չկա, բայց այդ պահին մարդուն ներսը, տեսեք, ես մի փոքր բան եմ ընդամենը տեղադրել։ Դուք նայեցիք չէ նորադաշտերում, այդ անձնավորությունը մեքենայի մեջ որ վկայում է, տեսակ չէ այդ պահը։ Դուք տեսակ ավետարանիչին, որ ապտակ է, չէ ինքը։ Ու վերջում ոնց խոնարհվեց ու լացով ոնց է ընդունում Տիրոջը։
Արով է տեսել մի հատ ինձ արձագանքի։ Ես նայել եմ։ Ուրիշ։ Ես էլ եմ նայել։ Հիմա քիչ առաջ ես մարդը ապտակ է, այո, ասում է չեմ ընդունում ասում, կատաղել է, բանա, հիմա այդ ոնց եղավ այս մարդը տեղում կոտրվում է։ Այդ ջարդը, այդ սրտի կոտրվել է, եղել է ձեր կյանք։ Սա է հարց։ Զգուշ եղեք, որ հանկարծ դուք չընկնեք կրոնի փոսը։ Ես ինչքան մեջից ես պատրվում, միևնույն է մարդը այնպեսին է, որ ինքը կրոնի մեջ գնալու հակում ունի։ Իրա եսը պահպանելով Ջանքանում էս չանի, են չանի, էս չանի, են չանի։ Ինքը հակում ունի կրոնի մեջ գնալու։ Բայց մենք ռեալ Աստծո հետ հարաբերություն ենք։ Ռոման եղբայր բան եք ուզում ասել։ Եվ հիմա, երբ որ ես Հռոմեացիս թուղթը հիմա ձեր առջև եմ բերում, վերստին ծնվածի հատկանիշներն եմ հիմա ցույց տալու ձեզ։ Հիմա այստեղ ասում է, արդ ինչ անենք, մնանք մեղքի մեջ, որովհետև դրանից առաջ ինչ է այստեղ գրված։ Ասում է սրա համար ինչպես մեկ մարդի ձեռովը մեղքը մտավ աշխարհ։ Դու ո՞րս է ծնվում ես, մեղք ես գործում։ Դրա համար ես մեղավոր։ Դու ծնվել ես այդպիսին։ Դու անհույս ծնվել ես դժոխք գնալու։ Դու լայն ճանապարհի վրա կանգնած գնում ես դժոխք քո ծննդյան օրից սկսած։ Մեղքը մենք ժառանգել ենք։ Հիմա ես բացատրեմ մի քիչ ավելի գործնական։ Եթե օրինակի համար մարդը երկու ոտքի վրա կանգնած է քայլում, դա իր բնական քայլքն է։ Այդ նույն ձևով մարդը բնական մեղավորության ողջ հատկանիշները կրում է իր մարմնի մեջ։ Դրանք արտահայտվում են ըստ հասակի եւ ըստ ցանկության իր։ Ինչքան մարդը հասակ է առնում, այնքան էլ մեղքն է հասակ առնում։ Ինչքան մարդը ցանկանում է, ըստ հասակի էլ այդպես աճում է ցանկությունները։ Հիմա եւ այսպես մահը ամեն մարդկանց վրա տարածվեցավ։ Ըստ որում ամենքը մեղանչեցին։ Դու կարես ասես ամենքը մեղանչեցին, ո՞րն է, քանի դեռ մարդը մեկ չի գործել, ո՞նց է մեղանչել։ Բայց Աստված արդեն յուրաքանչյուրի ծնված աշխարհ եկածի ոնց որ ես քեզ ասեցի, չէ, ձեզ ասում եմ հիմա այստեղ գրված է որ մեղքի վարձքը մահը մենք ժառանգել ենք Ադամից մահ։ Մեկը իր ծնողներից հարստությունը ժառանգում բան եւ այլն, բայց մենք իդոգում ասենք այդ ամբողջության մեջ, մեր կարծիքի մեջ մենք մահ ենք ժառանգել, դրա համար մեռնում ենք։ Դրա համար պիտի գնանք հողը դրվենք։ Մենք ունենք այս մարմնով ապրելու պիտանելիության ժամկետ։ Սրոք գոդնեսի։ Այդ սրոք գոդնեսը հենց բրծավ դու չես կարա երկարացնես քո կյանքը։ Քեզ պիտի դնեն ящիկի մեջ տանեն հողը դնեն։ Սա է մարդու սրոք գոդնեսը։ Եվ ինքն իր մեջ դատապարտված է։ Հիմա երբ որ մենք Հռոմեացիս թուղթը կարդում ենք, Պողոս առաքյալը բացահայտում է, մահը թագավորեց Ադամից մինչև Մովսեսը, Ադամի մեղքի նման չմեղանչողների վրա էլ, որ օրինակ էր նա որ գալու էր։ Հիմա ամեն մարդ աշխարհ գալիս, արդեն ինքը դատապարտված։ Սրան հակառակ 5 գտակարանում Մովսեսի ժամանակ Աստված տվեց օրենք, որպեսզի մարդը այդ օրենքով ճանաչի իր մեղքը։ Մարդը իմանա, որ ինքը Աստծո առաջ մեղավոր է, այսինքն դիագնոստիկ, ինչպես ասած, մի հատ լիստ է դրվել մարդու առաջ, ասում է սա է, ոչ թե այդ օրենքը 10 պատվիրանները տրվեց մարդուն, որ դա չանի, թեպետ այնտեղ գրված է, բայց այդ գրվածի նպատակը մարդու վիճակը վեր անելն է, որ մարդը համաձայնվի, ասի, ես այս 10 կետերն են, խախտած մարդ եմ, անհնար է որ չխախտեմ, հնարավոր չի որ չխախտեմ։ Սա դիագնոզն է մարդու։ Աստված մարդու դեմը դրեց, որ դու շնացողել ես, գողել ես, սուտ խոսողել ես, այդ բոլորը դու ես։ Հիմա կա ճանապարհ։ Երբ որ դու ես սրանցից մեկը գործում ես, գարը վերցրու արի քահանայի մոտ հին ժամանակում Մովսեսի,
ասես մեղքը գործել եմ, գարը պիտի զոհվի արյունը թափվի ու դու թողություն ես տանում ու գնում քո տունը։ Որովհետև դու ոչ մի ձևով չես կարող ազատագրվես։ Եբրայեցիս տուկն ասում է նոխաստների, գառների արյունով դա անհնար էր, որ մարդու մեղքը թողվեր։ Եվ այստեղ գրված է, որ մեկը պիտի մեզ կարողանար փրկել մեր անդադար մեղք գործելու ներքին մղումից։ Մեղքի բնությունը մեր պետք է ամբողջովին մեզանից, մեր միջից դուրս հաներ, դեն շպրտեր, վերցներ իր վրա, ոչ թե մեր մեղքերը, որ ասում ենք Հիսուսը վերցրել, Հիսուսը մեր մեղքն է վերցրել, մեր բնությունն է սկզբից վերցրել իր վրա։ Հիմա այս մարմինդ քո պետք է լինի դատարկ ֆուտլար։ Այն ժամանակ մեղքը ապրում էր, այս ջութակը ֆուտլարից անեք, ջութակը դրեք ենքում, ֆուտլարը դատարկ է։ Այդև Հիսուսը քո ներսի բնությունը վերցրել է իր վրա։ Հիմա դու դատարկ ես մնում, քանի դեռ Սուրբ Հոգին չի եկել բնակվի քո մեջ։ Մահը թագավորեց Ադամից մինչև Մովսես Ադամի մեղքի նման չմեղանչողեն, որ օրինակ էր նրան, որ գալ, բայց շնորհքը այնպես չի, ինչպես հանցանքը։ Որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, այլ որքան ավելի Աստծո շնորհքն ու պարգևը մեկ մարդի Հիսուս Քրիստոսի շնորհքով ավելացավ շատերի վրա։ Հիմա Հիսուսը որ գալիս է, ասում է, ոչ թե որ թույլ տուր քո մեղքերը վերցնեմ իմ վրա, քո հանցանքները, որ ես արել են, ես արել եմ, ինքը դրանք չի գալի քեզանից վերցնում։ Ինքը գալիս է քո բնությունն է վերցնում իր վրա։ Քո եսն է ուզում տանի խաչի վրա։ Քո թշնամին քո եսն է։ Հասկանում եք։ Ասում է ինչ տուր այդ քո եսը, ես հիմա խաչի վրա սպանեմ, խաչից ենքում հարություն առած, այն ջութակը նույն տեղի չի դրվում։ Հիսուսն ասում է վերջ, նայեք չպետք է քո ճապրի։ Դրա համար ասում է, ար դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում է լինողների։ Երբ Քրիստոս մարդու մեջ է գալիս, ռեալ մարդու մեջ գալիս է, մարդը դա զգում է։ Մարդը դա զգում է, որ իր մեջ եկել է մեկ ուրիշը։ Նա ապրում է իր մեջ արդ։ Եվ դա նշանակում է, որ մենք հանձնվում ենք Աստծո շնորհքին։ Դա նշանակում է, որ մենք հանձնվում ենք Տիրոջ շնորհքին։ Շնորհք դա նշանակում է, որ ես չեմ վաստակում դա։ Շնորհքը սա է, դու չես վաստակում։ Դու մեկի շնորհիվ մի բանի հասար, ինքը քեզ ընդամենը ձերիաբար տալիս է իրանն է դա, ինքը տալիս է քեզ։ Իսկ ինչ է ինքը շնորհել քեզ։ Իր կյանքը։ Իսկ իր կյանքը քանի տարով է, հավիտենական է։ Պողոս առաքյալն ասում է, ապրում եմ այլևս ոչ թե ես, այլ Քրիստոս իմ մեջ, դա հենց այնպես գեղեցիկ խոսք չէ։ Եվ իր մեջից խոսողը Քրիստոսն է։ Ինքն այլևս տեղ է տալի, այսօր որ լեզուներով խոսում ենք մենք, դուք մենակ լսում եք ու այդպես էլ չեք խորանում, հասկանաք սա ինչ է կատարում։ Բալա գոնե ռեալ այդ լեզուներով աղոթքը ձեզ չի ուշում, որ Աստված կա, որ մարդու մեջ գալի, որ դա ուղեղի բան չի արդեն։ Որ երբ որ Աստված մարդու մեջ գալիս, այդպես ինչ չէր կարող անի։ Եվ հենց այստեղ է հարցը։ Մենք ավետարանին ճիշտ ենք մոտենում, թե դեռևս մեր ուղեղն է ակտիվ։ Մենք ավետարանին ճիշտ ենք մոտենում, թե դեռևս մենք գերության մեջ ենք։ Ընտրեմ անարակ որդին մեղքի մեջ գտնված վիճակում, եկեք մենք քնենք։ Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ ինչ որ պահ եկա, որ ինքն իրեն եկավ։ Ես այդ գիտեք ինչպես եմ հասկանում, անարակ որդին ինքն իրեն եկավ, այ օրինակ դուք ո՞նց եք հասկանում, միջև իմը ասել է ես ձեզ հարցնեմ։ Սա ինքն իրեն եկավ, խոզերի մեջ էր, մարածեցնում էր, սոված էր, մաշված շորերով, կեղտոտ, սա ինքն իրեն եկավ, այդ ինչ է նշանակում։ Բարակ ինձ մի հատ ասեք, ինչ եք հասկանում ես բառերը լսելով, որ գրված է, ինքն իրեն եկավ։ Ինքը գնում էր ռեստորաններ, քեֆեր անում, փող ուներ, հոր ժառանգությունը վատնում էր, աչ ու ձաղվան։ Այդ ժամանակ ինքը մեղքի գիտակցություն ուներ, բայց հիմա որ ստամոքսը այլ արդեն լսնելու բան չունի, սոված է, ինքը մի բան մտածում է սուր են, բայց ես չեմ կարող էլի գնալ։ Ինքը հասկացավ, չէ՞, մի բան, որ ինչ որ բան պակասում է, որ շարունակի, չէ՞ կյանքը։ Հետո ինչ մտածեց, բա պատճառը ո՞րն է, որ հիմա ինքը խոզը արածեցնում։ Փողի բացակայությունը, այդ որ ինքը շռայլ է, բան արեց, հիմա չկա։
Հիմա պատճառը ո՞րն է, հիմա մտածում եմ, որ քիչ կա այդ փողը։ Մտածում եմ, որտեղից է։ Հիշես, որ հորտնից է, չէ՞ վերցած եղել, միջև այդ հեշտ պետք չէ, չէ՞ որ հիշես։ Չէր վաստակել, չէ՞ այդ փողերը։ Հորտնից ժառանգություն էր ստացել ինքը։ Հիմա այդ ժառանգությունը մսխել է, չէ՞ արդեն։ Հիմա էլի կա մեկը, որ իրան բան տա։ Գնացել է մեկի մոտ խոզարածեցնում, որ փորը մի բանով լցնի արդեն։ Այդ պահին, երբ որ ինքը տեսավ այդ կյանքը արդեն իրան շատ տհաճ է, անտանելի է։ Գրված է ինքն իրեն եկավ, դա նշանակում է հաջորդ քայլը ո՞րն է, հիշեց հոր տունը, գրված է։ Հիշեց հոր տունը, ծառաները, սեղանները, ուրախությունը իր հոր տան մեջ է։ Հիշեց։ Ինքն իրեն գալ, դա նշանակում է մեղքի կյանքը ապրող մարդը ինքն իրանից փախած է ապրում։ Խելքի չեկած, այն որ ասում են խելքի արի, չէ՞։ Այսինքն այդ պահին մարդը անմիտ է, ինքը շարժվում է իր մարմնի ինստինկտով։ Մարմինը ինչ ցանկանում է, ինքը բավարարում է մարմնի։ Բայց հիմա այդ էլ չի կարում արդեն, հետևաբար մնում է միած միտքը, այդ միտքն էլ, եթե ինքն իրեն եկավ, դեռ լավ է։ Ինքն իրեն եկավ։ Հետո ինչ հասկացավ ինքը, որ ինքն իրան չի կարողանում կառավարի։ Այ ոնց եք սա հասկանում։ Մարդը ինքը իրան չի կարողանում կառավարի։ Եթե ինքը իրան չի կարողանում կառավարի, ապա դա նշանակում է ուրիշ մեկն է կառավարում իրան։ Տվյալ դեպքում իր մարմնի ցանկությունը։ Իր մարմնի մեջ գործող մեղքի մահվան օրենքը կառավարում է իրան։ Պահանջ է դնում իր առաջ։ Բավարարիր մարմնի ցանկություններին, խմել կլինի, ծխել կլինի, շնություն անել կլինի, այս կլինի։ Այդ մարմինը ուզում է ու մարդն էլ բավարարում է իր մարմնի պահանջները։ Հիմա քիչ առաջ ես ասեցի, Հիսուսը քո եսդ վերցնում է օխաչին ագամում, այդ քո հին բնությամբ, եթե դու իսկապես ուզում ես ապաշխարես։ Բայց եթե դու չես ուզում ապաշխարես, համասուն էլ ուզում ես, ամեն քո մեղքի կյանքն ես ուզում ապրես, դա դες չի կարա լինի։ Հիմա ավետարանը բացահայտում է, որ սա օդի իշխանության տակ գտնվող անձ է։ Դրսից էլ ինքը ունի կառավարող։ Դրսից էլ սատանան է իրան մտքեր բերում։ Ինքը գերության մեջ է եւ խաբված է, գրված է իր սրտից եւ իր ցանկություններից հրապուրված։ Նախ դե թողած նիսայդե կյանքը սա է, ինչ ես անում, այս մեկ կա աշխարհի փիլիսոփայություն։ Հիմա մարդը խաբվել է ու համարում է, որ դա է ճիշտը։ Բայց ի տարբերություն աշխարհում այս կյանքն ապրող, մեղքի մեջ ապրող մարդու, մի պահ էլ գալիս է հանկարծ, որ մարդու միտքը արթնանում է, երբ ավետարանի խոսք է լսում։ Եվ իրան ասում է՝ մի կաց մի րոպե, դու դժոխք ես գնալու։ Դու գնալու ես հավիտենական կորստի մեջ։ Եվ ես սկզբում ինչ ասեցի, իմ նյութը ո՞րն է այսօրվա։ Մեղքի գիտակցումը, որպես օրհնության տանող ճանապարհի սկիզբ։ Ես չասեցի մեղքերի, եզակին ասեցի, որում շեշտադրում եմ, որ ես անհույս մեռած մարդ եմ, անհույս դժոխք գնացող մարդ եմ։ Ի վիճակի չեմ, որ ես Աստծո առջև արդար լինեմ եւ սուրբ լինեմ։ Անհնար է իմ կյանքում դա։ Երբ որ ես սա գիտակցում եմ եւ չեմ ուզում դժոխք գնալ, այն օր սկսում է ապաշխարությունը մարդ։ Երբ որ ինքը իրանից արդեն ձեռ է քաշում, ինքը հասկանում է, որ ինքն ի վիճակի չի, ինքը ի վիճակի չի ազատագրվելու այդ բոլոր մեղքերից, որը ինքը գործում է։ Հիմա մենք արդում ենք, որ դրանից հետո մարդը սկսում է Աստծո խոսքը հասկանալ, Աստծո օրենքը հասկանալ։ Եվ Աստված իր առջև է դնում իր խոսքը ցույց տալիս, թե ինքը ինչի համար է դժոխք գնում։ Ոչ թե մարդը դժոխք է գնում, որ ինքը իցնե մեղավոր է, խնդրում եմ դա գրեք ձեր մոտ։ Սա ուշադիր լսեք։ Ոչ թե մարդը դժոխք է գնում իր մեղքերի պատճառով,
որից է մեղավոր ծնվել աշխարհ եկել, ոչ թե դրան պատճառով ինքը գնում դժոխ, այլ Հիսուս Քրիստոսին չընդունելու պատճառով, որտեղ ինքն արդեն իսկ նրա պատճառով գնում է, ինքն արդեն դժոխքի ճամփի մեջ է, բայց ոչ թե դրան պատճառով Աստված քեզ ասում, քեզ ուղարկում եմ դժոխ, դու կարաս ասես, ես ինչ մեղք ունեմ, ցենց ծնվել եմ, այո, ճիշտ է, իրավունք ունես տենց ասելու, եւ Աստված ասում է, ես քո ծննդյան քո մեղավոր վիճակիդ համար չէ, որ դժոխք եմ ուղարկում քեզ, ես քեզ ինչ չընդունելու պատճառով եմ դժոխք ուղարկում, Աստված քեզ չի դատապարտում, որ դու Ադամից մեղքը ժառանգած ապրում ես, դու դատապարտվում ես Հիսուսին չընդունելու պատճառով, որ Հիսուսը քեզ այդ կյանքից կարա ազատի, քեզ շանս կա, բոլորին շանս կա, այս սա է Հիսուսին ընդունելը, եւ այսպես օրենքը քո առջև ադրվում ցույց տալու համար, որ դու ինչ հոդվածների համաձայն ես դատվում եւ ինչքան մեղավոր ես, հիմա վերստին ծնված անձնավորությունը պետք է հասկանա հետեւյալը, որ 6-րդ գլխում գրված է այդ մասին, այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, ով խաչվեցավ, հին մարդը, եսը, հին կամոն խաչվեցավ նրա հետ, ինչի համար, որ մեղքի մարմինը խափանվի, Եվ այդ ոնց է դու հավատում ես, որ խաչված ես Հիսուսի հետ, հին բնությամբ, բայց ելի մեղք ես գործում, ոնց է այդ տենց ելնում, գրված է մեղքի մարմինը խափանվի, քո մարմինը չի խափանվել, որովհետև հավատքով չես ապրում, Տղամարդավարի հավատքը սա է, որ եթե ես ասում եմ, իմ խոսքի տերը պիտի լինի, եթե ես ասում եմ մեռա աշխարհի համար Քրիստոսի հետ խաչի վրա, ուրեմն չեմ կարող ապրեմ աշխարհի համար։ Եվ այդ դեպքում քո մարմինը արդեն մեղքի համար խափանվում է։ Դու մարմինը թույլ չես տալիս աշխարհը գործի։ Սատանան մեղքի մահվան օրենքով պարտված է քո կյանքում։ Որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին։ Մեղքին չծառայելու միակ ճանապարհը խաչն է Քրիստոսի։ Հավատքով ընդունել խաչը սա է նշանակում, որովհետև նա որ մեռնում է, արդարացած է մեղքից։ Մսա հավատքով պիտի ընդունես, երեխու պես։ Եվ եթե մի երեխու ես նստեմ, այսպես պարզ խոսամ, հետո ես ընդունելու է շատ լավ։ Ու այնքան էլ լավ է տպավորվելու մեջ է, որ մյուս օրն էլ ասելու նույն բանը, այն մյուս օրն էլ ասելու, ու այդպես իր մոտ տպավորվելու է։ Երեխու պես։ Որովհետև նա որ մեռնում է արդարացած է մեղքից, եւ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Ես հավատքի կյանքը ժողովուրդ ջան սա է։ Մենք վերստին ծնվելուց հետո 4 հատական շենք ունենում 4 հատ աչք, մեր մարմնի հետ փոփոխություն տեղի չի ունենում։ Ինչ տեղի է ունենում, մեր հոգում է տեղի ունենում։ Եվ մեր հոգում հավատքով է կառուցվում արդեն այն ընթացքային կյանքը, որի մեջ գնում ենք մենք արդեն։ Մեր միտքը, մեր շունչը արդեն լցվում է Աստծո խոսքով, հավանություն ենք տալիս Աստծո խոսքին, Սուրբ Հոգուն տեղ ենք տալիս, եւ մեր մեջը հավատքով մենք սկսում ենք ցնծություն, ուրախություն ապրել եւ Աստված Սուրբ Հոգով էլ մեր մեջ գալի ապրում է, եւ մենք սկսում ենք այն կյանքն ապրել հույսով, որ մեկ օր մեզ երբ որ դնեն այդ ящիկը մեր դնեն հողը, հաստատ արթնանալու եմ երկնքում։ Սա է հավատք։ Եթե մենք հավատքը ուրիշ բաների համար ենք պատկերացնում, մենք մոլորված ենք։ Մենք հավատում ենք փրկվելու համար, մենք հավատում ենք կյանք ունենալու համար։ Եվ մեր ամբողջ կյանքը այդ ящիկի մեջ մտնելուց հետո երկինք գնալն է։ Պարզ ասեմ հասկանանք սա, ինչքան շուտ հասկանանք սա, այնքան լավ։ Գիտենալով, որ Քրիստոսը մեռելների միջից հարություն առած լինելով, այլևս չի մեռնում եւ մահը նրա վրա այլևս չի տիրում։ Եթե ես Քրիստոսի հետ խաչի վրա մեռել եմ ու մահը իր վրա չի իշխում, ին վրա էլ չպետք է իշխի։ Որովհետև այն որ մեռավ մեղքին մեռավ մեկ անգամ, այն որ կենթանի է Աստծո է կենթանի, նույնպես էլ դուք։ Տեսեք, Հիսուսը ինչպես կենթանի է Հայր Աստծո կողմը,
հավատքով նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցեք։ Ամբողջ խնդիրը սա է։ Որ ես չեմ կարա ձերքիս մեջ ցիգար պահեմ, ես ձերքի մեջ մեղքին մեռած, նոր մարմնի անդամասա, սա արդարության գործիք արդեն։ Չեմ կարա, իմ լեզուն չի կարա պատտվի հայհոյի, որտև իմը չի։ Նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցեք։ Ամբողջ խնդիրը սա է, դու մեղքին մեռած համարում ես քո մարմինը, թե չէ։ Եթե դու այդ մարմնով շարունակում ես մեր գործել, բայց ասում ես հավատում եմ ասում, դու սուտ ես խոսում։ Ուղղակի սուտ ես խոսում, որովհետև այստեղ ավետարանը պարզ է գրված։ Եթե մարդը մեղքի համար հավատում է, որ մեռել է, այստեղ համարելու խնդիր կա։ Ուրեմն եւ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցեք։ Եթե դու ասում ես համարում եմ, ու չկա, ուրեմն դու սուտ ես խոսում կամ չես հասկացել ինչ նշանակում համարել։ Համարել դա նշանակում է հավատալ, որ այլևս դու գոյություն չունես մեղքի համար։ Եվ ասում կենթանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Այո, հիմա էլ ես կենթանի եմ Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Սրա համար, ինչի համար, որ Աստված քեզանից մեղքը արդեն հեռացրել է, դու հավատքով ես ապրում, սրա համար թող մեղքը չթագավորե ձեր մահկանացու մարմնի մեջ։ Ասկերված մեղքը չթագավորե, նա էլի է ուզելու թագավորի, որ հնազանդեք նրա ցանկություններին, դու էլ մի հնազանդի, անասացներ եւ ձեր անդամներն արդարության գործիք Աստծուն։ Հիմա ես մի քանի օրինակ բերեմ։ Լուրջ հավատքի մարդկանց մասին եմ ուզում խոսենք, որպեսզի ավելի ճիշտ ոչ թե լուրջ, այլ անլուրջ, սկզբում անլուրջ խոսենք։ Ու տեսնենք որն է ճիշտը, որը չէ։ Հիմա եթե մեկը գիշերային ակումբում պարուհի է, ինքն ասում է Հիսուսին ես ընդունել եմ, կշարունակի այնտեղ պարել ինքը։ Ոչ թե կշարունակի պարել, որ դա մեղք կա, այլ ինքը գետին է կմտնի այդ ամբողջ կյանքի համար, որ ինքը ապրել է այդ կյանք։ Այդ նույն ձևով էլ ցանկացած մանր մուներ թվացող մեղքեր են։ Մարդ պետք է ամաչի Աստծո առաջ, որ ինքը իր անունը իբրև կրում է, բայց շարունակում է մեղքի կյանք ապրել։ Ոնց կարա տենց լինի։ Եվ այստեղ մենք ինչ ենք տեսնում։ Սրա համար թող մեղքը չթագավորե ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդիկ նրա ցանկություններին, եւ ձեր անդամները անիրավության գործիք մի ներկայացնեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն, ինչպես մեռելների թանացածներ, եւ ձեր անդամները արդարության գործիք Աստծուն, որովհետեւ մեղքը չի տիրիլ ձեզ վրա, որովհետեւ օրենքի տակ չեք այլ շնորհքի։ Հիմա ես վերադառնում եմ նորից այդ մտքին, ուզում ենք հասկանալ, երբ մարդը ինքն իրեն է գալիս, ինչ է տեղի ունենում իր կյանքում։ Քիչ առաջ մենք նշեցինք, թե մեղքի մեջ գտնվող անձնավորությունը, որը մեղքը մի բաժակ ջրի պես ում էր ու չէր գիտակցում, որ դրանք մեղքեր են, ցաչուկներին տրված։ Հիմա ինքն իրեն եկած անձնավորությունը ինքը ինչ վիճակ է ինքն իր մեջ հայտնաբերում։ Նա չի ուզում արդեն դժոխք գնալ։ Նա գիտակցում է, որ եթե տենց շարունակի, ապա վերջը կորուստն է հավիտենակ։ Մյուս կողմից էլ հասկանում է, որ ախր անկարող է այդ վիճակից դուրս գա։ Ինքնուրույնաբար ինքը չի կարողանում դուրս գա դրանից։ Եվ իր նախասիրությունները, ցանկությունները թեպետ փոխվել են, բայց ելի պարտվում է դեռ։ Եվ ուզում է հասկանա, ինչ է Աստված ուզում իրանից, երբ որ նայում ավետարանին, ինքը տեսնում է Աստծո կամքը, առավել ևս իրան տեսնում է բացարձակապես անզոր։ Անզոր, կարծես անհույս մի հատ հիվանդ է, որ եկուց միսով մեռնելու է։ Բայց երբ որ իրան ասվում է, որ ավետարանն սենց հնարավորություն է տալիս քեզ հավատքով ազատագրվելու, քեզ պետք է ընդամենը քո ներքին տրամաբանությունը, միտքը ամբողջովին հանձնես Աստծուն եւ քո ներսի ցանկությունները մի կողմ դնելով հնազանդես իր կարգին, իր օրենքին։ Հնազանդել։
հնազանդել Աստծուն։ Ինչ ժամանակ հնազանդում էր մեղքին, մեղքը իր գործում։ Հիմա հնազանդի արդարության գրված է, հնազանդեցիք արդարության։ Արդարության մեջ Աստված անելու քեզ։ Ուրեմն հիմա ինքը ինչ անում, պատրաստ է այն ամենը, ինչ որ Աստված ուզում է իրանից անել։ Իսկ Աստված քեզանից չի ասում 100 մետր մի հատ ասենք բան փոսփորի կապել պետք է քաշես ու դու կմտնես երկիր։ Որ ասեր հեշտությամբ կանեիր։ Աստված քեզանից բան չի ուզում որ դու անես։ Ոչ մի գործ հավատ որ դուրվանից դու արդեն Աստծուն ես պատկանում։ Եվ երբ որ դու պատրաստ ես Աստծո ասածը անելուն, ապա այստեղ արդեն Աստված գործի անցնում։ Որտեղ Աստված գործում է հնազանդ սրտերի հետ։ Դեսային ոլորտն արդեն կամ եղբայրը կամ որևէ մարդ չգիտի քո սիրտը։ Դու որ ծունկի ես գալիս մենակ Աստված գիտի եւ դու կրոնավորի սովորության պես ծունկի մի արի։ Լիարժեք սրտանց ու անկեղծ ազնիվ եղի Աստծո։ Ինքը կենթանի Աստված է։ Ուրեմն այսպիսի ազնվորությունը ապաշխարում է Աստծուն է դառնում։ Բայց ես ելի եմ ասում, ես ապշում եմ, երբ որ կյանքը արարքները մարդու ցույց չի տալի, որ ինքը ապաշխարել է։ Եթե ցույց չի տալի, եթե նախկին կյանքը նորից շարունակվում է իր, իսկ մենք գիտենք շատ գործեր կան, շատ աշխատանքներ կան, հիմա ասենք, ես չափանց մարդիկ եք բոլորդ էլ լավ հասկանում եք։ Եթե ասենք մեկը բժիշկ է, լավ գործ է անում, ինքը բուժում է մարդկանց եւ այլն, բայց ինքը աբորտ է անում։ Հիմա այս աբորտ անող ասենք բժիշկը որ ապաշխարում է եւ նորից գնում մարդ հասպանում, ինքն ապաշխարել է։ Ինքը գիտակցում է իր ինչ որ մեղքեր է, շնությունը, բանը, գողությունը կարա եւ ընկայի է, լաց է լինի դրամ, բայց գնա հանգիստ մարդ սպանի։ Այդ նշանակում է այդ մեղքի գիտակցումը ինքը ունեցավ Աստծուց, իհարկե ոչ։ Ու ցավոք սրտի, այս խմբում էլ կաք մարդիկ, որոնցից ձեզանից որոշները մտածում եք, որ այսինչ բաները դուք արժանացեք եք, դրանք մեղք են, բայց ինչ որ բաներ էլ կան, որոնք մեղք չեն իբր, էլի դուք այդպես եք մտածում։ Կամ ու եղբայրն էլ տենում է, որ Սուրբ Հոգին չի ազդել ձեր վրա մեղքի գիտակցման վերաբերյալ։ Որովհետև Աստված որ մարդու մեջ լուսավորում է, ես ասեմ, երբ որ մի հատ ծեր անձնավորություն ապաշխարեց վերջը ու խոստովանությամբ եկավ Աստծո առաջ։ Մոտնը մեր 90 տարեկան։ Գիտեք ինչ մեղ խոստովանեց ննջելուց առաջ։ Այն մնացածը հենց հեչ ինչքան խոստովանել էր։ Ինքն արդեն երկնքում է, Տիրոջ մոտ է ինքը։ Շատ օրհնյալ ապաշխարություն է։ Ինքը հոնգուր լաց էր լինում, ասում է, դուրս է ասում է շների դեմը կերակուր էին քսում, ես գնում էի շների կերակուրի գողանում ուտում էի, Ղազարոսի նման։ Ու իր խշմտանքն այնպես էր արթնացել, որ դա էլ էր մեղք համարում։ Պատկերացնում եք ինչ մեղքի գիտակցում է ունեցել, որ այդ բանը խոստովանել է։ Ես եմ իրան հուշել, չէ։ Ստանում եք ժողովուրդ ջան։ Թող Սուրբ Հոգին ձեր խշմտանքի մեջ իսկապես թույլ տվեք, որ թափանցի եւ ձեզ ռեալ, իրական մեղքի գիտակցման բերի իր սրբության առաջ։ Որ դուք հասկանաք Աստված ինչ սուրբ է։ Եվ մեր մարդկային խղճուկ բանականությամբ Աստծուն եկեք չսահմանափակենք, էլի։ Ինքը մեր մեջ ներկա է, կենթանի Աստված է։ Եվ ես ուզում եմ, որպեսզի այդ բանը մի հատ ձեր մեջ քննեք, էլի։ Անցած անգամ մեր ենք մեր առիթով խոսել, ոնց կարելի է ես Աստծո ներումը հասկանամ իմ կյանքում։ Ու ես մտածում եմ նրա ներենը, ոչ, դու չես ներել, եթե կա մի երկուսն էլ, որին չես ներել։ Դու էլ նրանց էլ չես ներել։ Դու քեզ մի խաբի։ Դա քո մարդկայինն է ասում, Աստծո Հոգին չի թափանցել քո մեջ։ Մեղքի սարսափը քեզ չի կերել այնքան, որ դու ասես, վայ, ես ով եմ ես։ Դու էլ դեռ ուզում ես քո անձը պահպանելով քրիստոնյա լինես։ Մինչև չմեռնես Քրիստոսի հետ խաչի վրա չես կարող քրիստոնյա։ Սա կապիտուլացիա է կոչվում, սա վերջնագիր է ժողովուրդ։ Քրիստոսը չի առաջարկում փրկություն։ Նա չի առաջարկում, նա դնում է քո դեմ փաստը, ասում է դու գործունեություն ես գնում, դու դժոխք ես գնում։ Ստորագրի դրա տակ, որ դու անհույս մեկն ես, քո եսդ թող իջնի, քո եսդ քո թշնամին է։
Աչի վրա պետք է անում։ Դերը Նիկոդեմոսին ասեց, եթե վերստին չծնվես չես մտնի երկինք։ Այդ մարդը դաստիարակված մարդ էր։ Շատ լավ են ինքը հրեայության մեջ, փարիսեցության մեջ կարար ասել, գիտես, այդ 10 պատվիրաններն էլ ես պահել եմ։ Չի գողացել, չի շնացել, չի արել, չի արել։ Իր իմացած չափով են ինքը պաշտում է։ Դե Հիսուսն էլ նայում, այն մեկին էլ ասեց, շատ էր սիրում։ Ասեց, ինչ է ինձ պակասում։ Մանկությունից գիտեմ։ Ասեց ունեցած է տար բաժանի արի ինձ է, տրտմած գնաց, դուք պատկերացնում եք, սա մարդն է կարծում, թե ինքը իսկապես Աստծուն սիրում է ու իր պատվիրաններն էլ կատարում, իրան ասում է քո Տեր Աստվածը սիրիր ամբողջ սրտով, ամբողջ էությամբ, եթե սիրողը ներ այդ փողը չէր սիրի, հանգիստ կբաժանեիր ու կեթայր նրա հետևից, որին սիրում էիր իբր, դու Տեր խոսում իհարկե, Նիկոդեմոսին էլ Տերն ասում է, չէ, էլի Ադամի ժառանգած մեղքը մեջը տա, ու դու դեր հավատքով չես ապրում, դու օրենքներ ես ուզում կատարես, Նիկոդեմոս, չի կարա տենց լինի, նորից պիտի ծնվես։ Մարդը կարում է սա հասկանալ, չէ, իհարկե, բայց հետո Հիսուսը բացատրում է, եթե մեկը հոգուց եւ ջրից ծնվի, չի կարող երկնքի արքայություն մտնել։ Հոգուց եւ ջրից դա Աստծո խոսքով եւ Սուրբ Հոգու ներգործությունն է, որ մեր կյանքում թույլ են տալի։ Հիմա ժողովուրդ ջան, այսքան մենք մեղքի մասին խոսում ենք եւ սա միջև ֆունդամենտալ կերպով մեր էության խորքում նստած չլինի, չհասկանանք, չեն կարա շարժվենք առաջ։ Ինչքան էլ ուզում է եղբայրը ասի կամ եղբայրը ասի խոստովանեք ձեր մեղքերը, էլի դրանք խոստովանություններ չեն։ Եթե ձեր անձի մեջ դուք պահպանվում եք որպես սուբյեկտ, Սուբյեկտ ես այս իմաստով եմ ասում հին բնությամբ ձեր։ Այո, հարություն առնելուց հետո դուք Տիրոջ համար էլի սուբյեկտ եք, բայց արդեն սրբացած անձիկ, որոնց Տերը Հիսուս Քրիստոսն է, ոչ թե իրենք։ Ոնց ուզեին ապրեն, այդ ձև չի արդեն։ Ու դրա համար թող Աստված օրհնի սերներ, որ այդ հրաշքը ձեր կյանքում կատարվի, ես կարծում եմ բավական մատչելի մենք խոսեցինք մեղքի գիտակցումը որպես օրհնության տանող ճանապարհի սկիզբ։ Սա է այսօրվա իմ քարոզչության նյութը։ Եթե դուք մեղքի գիտակցում ունեք, այն կերպ, ինչպես Տերն է մեր առջև բերում, բացահայտում, մեր կորսված վիճակը, սա արդեն ճանապարհի սկիզբ։ Իսկ դուք այն մնացածը տերևները, ճյուղերը, հանցանքները, որ պիտի խոստովանեք, ինձ արմատն է ձեզ հետաքրքրում։ Որ դուք այդ արմատից կտրվեք։ Եվ գրված է Հռոմեացիս տուկը շատ գեղեցիկ է ասում։ Դու որ վայրի ձիթենիր, ընկվեցիր ընտանի ձիթենու վրա, ընդեղից կտրվեցիր վայրի ձիթենուց, ընդեղ պատվաստվեցիր։ Գյուղում լավ պատվաստումներ անում են, չէ՞ շատերը։ Պատվաստվեցիր ընդեղ։ Հիմա դու արդեն լրիվ ուրիշ ընտանիքի անդամ դարձար։ Եվ ընդեղ դու արդեն պտղաբեր ես լինել։ Հիսուսն էլ ասեց, ես որդն եմ դուք ճյուղերը, առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Հիմա պատվաստվում ես եւ հետո նոր սկսում արդեն քո կյանքում պտղաբեր նոր կյանքը։ Այս ամենը ինչ որ դուք լսեցիք, հաճելի եղավ, հասկանալի եղավ ձեզ։ Այ կա ձեր մեջ մարդ, որը իսկապես հասունացել է եւ եկել է այդ գիտակցման, ինչ որ ես քիչ առաջ ասեցի։ Եվ պատրաստ է ուղղակի իր ամբողջ սիրտը ամբողջովին հանձնելով Աստծուն, առաջինը ինքը դառնա, ոչ իր ամուսինը, ոչ իր կինը, ոչ իր երեխեն, ոչ որևէ մեկը։ Որտեղ Տերը այսպես է պահանջում մեկ է։ Դուք փրկվում եք ձեր տեղը։ Ոչ մի կին չի փրկվում ամուսնու համար, ոչ մի ամուսնի կնոջ համար, ոչ էլ երեխեքի իրենց ծնողների համար։ Դուք որպես անհատներ եք այսօր Աստծո առջև կանգնել։ Այլ ուզում եմ լսել ձեզ հիմա։ Կա մեկը, որ այս վիճակն ունի։ Ես ուզում եմ։ Տերորսնի։ Ուրիշ դերևս արձագանք մյուսները չեն կարող անել, որովհետև հասկացան հաստի լրջիչ։ Ինչպես Դավիթ եղբայրը։ Մոտակպես է Կամո եղբայր։ Արտիրոջ չեմ կասում։ Կամո եղբայր, ես էլ եմ ուզում ապաշխարեմ, շատ եմ ուզում փոխվեմ։ Ամեն օր ասում եմ այսօր վաղը ձեզ հետ խոսամ, տենց էլ չեմ խոսում։ Հաստատամիտ եղեք ձեր ընթացքի մեջ, այս մասին մենք շարունակ խոսում ենք, բայց վերջի վերջո մենք առաջ չենք կարող շարժվենք, քանի դեռ
իրոք սանից ֆունդամենտալ ձևով չլուծվի։ Ու ես հավատում եմ, որ այսօր եթե դուք ասեցիք ուզում ենք, արդեն հասկացաք պահի լրջությունը, որ ունայնությունը աշխարհի հասկանալով ենք, օգնած բեռնավորված ենք եւ ծարավ ենք Տիրոջը, նրա սիրուն, նրա քաղցրությանը, այս սա եթե կա ձեր մեջ, իրոք դուք պատրաստ եք, Տերը օրհնի։ Մյուսները, ովքեր որ կամ արձագանքել են ուզում, կամ մի տեսակ դերքություն բռնում են իրանց մեջ տեսնում չէ, այդ վիճակը չունեն, Տերը օրհնի ձեզ։ Մենք հիմա աղոթք կանենք բոլորս միասին, թող Աստված բոլորիս էլ բերի այդ ստաբիլ ընկալմանը, որ իսկապես էլի ժամանակները թռնում են, շատ արագ են անցնում, ժողովուրդ ջան, մենք դանդաղ չքայլենք, ինչքան հնարավոր է լսելու պահին մեր սիրտը ասում տանքրիր։ Չափահաս մարդիկ են բոլորս։